Այսօր խոսալու եմ սիրելի եկեղեցի Հեսու 7-ը, ամեն։ Հեսու 7-ը շատ հզոր է, շատ կարևոր վճռական կետ է Իսրայելի կյանքի մեջ։ Պատկերացրեք Իսրայելի ժողովուրդը, հիշում եք, որ Եգիպտոսից դուրս եկավ Իսրայելի ժողովուրդը։ Շատ դժվար, մինչև փարավոնը արձակեց, աշխարհը հեշտ մարդուն չի թողում, սիրելներ։ Աշխարհի ձեռը ընկար, վերջ, հեշտ չի թողելու դուրս գաս։ Եգիպտոսից մի ձև դուրս եկան, գնացին անապատ, որ շատ կարճ ժամանակում նրանք պետքա Քանանի երկիրը մտնեին, խոստացված երկիր, բայց ինչ եղավ, տևեց 40 տարի։ 40 տարի մնացել էին անապատում, սիրելի եկեղեցի, եւ այն սերունդը, որ Եգիպտոսից դուրս էր եկել, Աստված ասեց, որ այդ սերունդից մենակ Քաղեբն ու Հեսուն կարող են մտնել, որովհետև այն հին սերունդը նրանք վերջապես չուզեցին, որ Եգիպտոսը իրենց մեջից դուրս գա։ Ճիշտ է, իրանք դուրս են եկել Եգիպտոսից ֆիզիկապես, բայց դեռ Եգիպտոսն էր իրանց սրտի մեջ։ Ու Տերը ասեց Քաղեբն ու Հեսուն երկուսն էլ ծնվել են Եգիպտոսում, ծնված սերունդ։ Մենակ այս երկուսը իր սերունդներով պետք է գան ու մտնեն Քանանի երկիր։ Եվ հիշում եք, երբ որ Հովսեփը պետք է մահանար, Հովսեփը իր մահանալուց առաջ ասեց, եթե երբ որ Եգիպտոսից դուրս գաք, Տերը ասել է դուրս եք գալու Եգիպտոսից, իմ ոսկորներն է դուրս կբերեք Եգիպտոսից։ Եվ այսպես 40 տարի Հովսեփի ոսկորների հետ պտտվում էին, անապատում ու պտտվում։ Եվ վերջապես եկել են, հիշում եք Հեսուի գիրքը, Մովսեսը Տերը Մովսեսին վերցրեց և բարձրացրեց Հեսուին, հալելույա, փառքեր Հիսուսին, նայք Աստված ամեն սերունդի համար տեսիլք ունի, սիրելներ, ես երբեք մտահոգված չեմ, որ ասում ենք, վայ, ոնց կլինի, ինչ կլինի, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ու Աստված իր եկեղեցին հոգալու է, ծառայությունները հոգալու է, ամեն ծառայություն իր ժամանակին ծնվելու է, փառք Հիսուսին, ու մենք տեսնում ենք, որ դա Աստված անում է, ամեն, հալելույա, և հետաքրքիր Աստված Հեսուին բարձրացրեց, և Հեսուի հետ միասին ամբողջ Իսրայելը նրանք գնացին Երիքովը, հիշում եք, երբ որ գետը անցան և Երիքովի պարիսպները քանդվեց։ Ինչ հրաշք բան էր, չէ՞։ Երիքովի պարիսպները քանդվեց, վերջապես մտան խոստացյալ երկիրը, Քանանի երկիրը, որ 40 տարի սպասել են ու երազել են, որ երբ պետք է գա այդ օրը մտնեն Քանանի երկիր։ Բայց Տերը Հեսուի 6-ի մեջ մի պատվիրան տվեց։ Ասեց, երբ որ գնաք մտնեք Քանանի երկիր, այս երկրի պատերը քանդվում է, ամեն ինչ, մտնեք տենալու եք, ձեր ոտքերի տակ ոսկիներ ա թափված, տեսնելու եք ձուլված կուրքեր, ինչ որ բաներ չվերցնեք, չկպնեք դրան, ամեն։ Աստված ասեց դա չանեք, և Իսրայելին Աստված այս պատվերը տվեց, բայց երբ որ հիմա կարդամ Հեսուի 7-րդ գլխի մեջ, այդ մեծ հաղթությունից հետո, Երիքովի պատերը քանդվեցին, հաղթանակից հետո գալիս է մի հատ չնչին մի բանից, գալիս է մեծ պարտություն Իսրայել ազգի մեջ։ Մենք շատ ժամանակ խոսում ենք հաղթությունների մասին, մենք ով ենք Հիսուս Քրիստոսում, ամեն, Աբան մեր հայրն է, մենք գիտենք, կասկածել չունենք, չենք էլ կասկածում, որ մենք ունենք երկնային հայրը մեր Աբանա, բայց ժամանակ առ ժամանակ պետք է մի փոքր ուշադրություն դարձնենք, մեր կյանքում լինում է պարտության ժամանակներ, լինում է բաներ, որ հարվածներ է գալի մեր կյանքի մեջ, մեր ընտանիքի դիմաց, ու անհաջողություններ է գալի, ամեն, ու ասում ենք, որտեղից է Տեր այս անհաջողությունները գալիս։ Երբ որ գտնում ենք այդ անհաջողությունը ու այդ արմատը, դրանից հետո Տերը տալիս է նորից հաղթական հոգի, կանգնելու, նորից պայքարելու, ամեն, սիրելներ։ Հիմա այսօր ես խոսալու եմ մի անձնավորության մասին, Աքար անունը։ Նա պատկերացրեք, երբ որ Երիքովի պատերը քանդվեցին, ամեն ինչ, ոսկին, արծաթը, ոտքերի տակ ընկած էր, Աքարը նա Հեսուի գեներալներից մեկն էր, մեծ զինվորներից մեկը։ Պատկերացրեք Աքարը քայլում այս ոսկների վրայով ու նայում է, ու ասում է, չէ, Տերը ասել է չկպնես, չվերցնես։ Ու անցնում է։ Բայց մի տեղ է գալիս Աքարի միտքը հետ է գնում։ Այսօր կարդալու ենք Հեսու 7-ի մեջ, ու շատ ժամանակ այդ փոքր բաներն է, որ ասում ենք, դե փոքր բան է, ինչ կապ ունի։
մի հատ սուտ ես խոսում, դրա մեջ ինչ կա, կամ մի հատ բաներ էլի ասեցի, դրա մեջ ինչ կա, չէ՞։ Այս փոքր մի բանը ակարի արած, ամբողջ Իսրայել ազգը ծնկի բերեց։ Պատկերացրեք, թշնամու առաջ, պատկերացրեք։ Եվ հիմա կարդում եմ Հեսու 7-րդ գլուխը, այսօր շատ խորը պատգամա կխնդրեմ, որ Սուրբ Հոգին ամեն մեկի սրտի հետ խոսա, սիրելներ, ամեն, թող Տերը փառավորվի։ Հեսուի 7-րդ գլուխը այսպես է շարունակում խոսքը։ Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին նզովքի պատճառով, անիծված բան վերցրեցին, որովհետև աքարը առավ նզովված բաներից, եւ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի որդիների վրա։ 5-րդ համար ասում է. Եվ ժողովրդից մոտ 3000 մարդ բարձրացավ այնտեղ, որ գնա այս գային ամենափոքր այս խումբն էր, որ պետք է ուղղակի Իսրայել այս գայի, այս ասած այս ազգի հարցն լուծեր, ու ամեն բան գրեթե լուծված էր։ Թագավորների հետևից նրանք վերացրեցին, Երիքովի պատերը քանդվեց, եւ ժողովրդի մոտ ասում է 3000 մարդ բարձրացավ այնտեղ, բայց փախան գայի մարկանց առաջից։ Լսեք ինչ ասում 5-րդ համարը։ Ժողովրդի սիրտը հալվեց ու ջուր դարձավ։ Մի ժողովուրդ, եթե կարդակ Երիքովի պարիսպները ոնց քանդվեց։ Ասում է Երիքովի պարիսպների ժողովուրդը բնակվող Երիքովում նրանց սիրտներ հալվել ու քանդվել Իսրայելի բանակի առաջ։ Բայց հիմա մի բան է եկել, որ Իսրայելի այս ամեն այս փոքր այս գայի ժողովուրդը, որ գրեթե նրանք չունեն ոչ մի բան, զենք, ոչ մի պարտված մարդիկ են, բայց եկել է միտեղ, որ Իսրայելի չի կարում պատերազմի այս փոքր այս ցեղի դիմաց, ամեն։ Ինչի համար, որովհետև ասում է, այն բաները, որ ձեզ ասեցի չկպնեք, չվերցնեք, ասում է ձեր մեջ կա նզովք, ամեն, սիրելի քույր եղբայրներ։ Նայեք, ես հավատում եմ, որ Տերը մեր մեղքերի համար մեռել է, ամեն։ Մենք ներված ենք, արդարացված ենք։ Քրիստոսի արյունը սուրբ է եւ այո եւ ամեն է։ Բայց նաեւ ասում եմ, Տերը չի ցանկանում, որ մենք ետ գնանք մեր նախկին կյանքին։ Տեսեք, ես իմ թույլ կողմը լավ գիտեմ, անկեղծ եմ ասում։ Ես իմ կյանքում իմ թույլ կողմը գիտեմ։ Եթե ես հանկարծ թողնեմ ու գնամ այն բաները, որ թողել եմ, վերցնեմ, գիտեմ իմ կյանքի մեջ գալու է պարտություններ նորից, ամեն։ Խոսքը սրա մասին է, սիրելի եկեղեցի։ Նկատեք, Աստված չասեց աքարը մեղանչեց։ Ասում է Իսրայելն է մեղանչել։ Գիտեք, սա շատ կարևոր բան է, բայց աքարն էր մեղանչել։ Իսրայելի ցեղից մի ընտանիք։ Շատ ժամանակ իրոք, երբ որ տան մեջ մեկի պարտությունն է լինում, բոլորիս պարտությունն է։ Եկեղեցում մեկի տկարությունը բոլորիս տկարությունն է։ Աստծո ուղած խոսքը սա էր, ասում է, լսեք, հա, աքարն արե, բայց սա մեր խնդիրն է, եկեղեցի։ Ամեն։ Մենք չենք ասում, գիտես ինչ կա, որ այս մարդը կամ այն մարդը սրա կյանքի մեջ էս կամ այն, մեր խնդիրն է, Տերը ասում է։ Եվ հետաքրքիր է Աստծո խոսքը առաջի Կորինթացիս 12:26-ի մեջ ասում է, եւ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն նրա հետ ցավում են։ Սա Իսրայելի պատմությունն էր։ Հեսու 7-ի մեջ ամբողջ Իսրայելը ցավի մեջ էր։ Նրանք հաղթությունից, փառքից փառք էին գնում, եկան միտեղ, որ արդեն նրանք Տիրոջ կարիք ունեն։ Հավաքական, սիրելի քույր եղբայրներս, ամեն։ Խոսքը շարունակում է եւ ասում է, հիմա Աստված է խոսում։ Եվ Տերը ասում է, նրանք դրժեցին իմ ուխտը, որ ես պատվիրեցի նրանց։ Նրանք վերցրել են նզովվածից, իրենց այդ կուրքերը, բաները, որ թշնամին ուներ, գողացել են, սուտ են խոսել եւ նաեւ դրել են իրենց կարասների մեջ։ Մենք խոսացինք անցյալ կիրակի, 2 կիրակի առաջ, հիշում եք մի այլ կարասների մասին, դատարկ կարասներ։ Գինին ջուրը դարձած կարասների մասին։ Այդ կարասները ասես ջրով լցրեք Աստված, եւ այդ կարասների ջուրը գինի պետքա դառնա։ Նայեք, մեր կարասների մեջ մենք դատարկ անոթներ ենք, բայց ինչ ենք մեր մեջ պահում, ինչ ենք թաքցնում։ Դավիթը ասում է, քո խոսքը թաքցրեցի իմ մեջ, ամեն։ Քո խոսքը թաքցրեցի իմ սրտի մեջ, պահեցի իմ սրտի մեջ։ Աքար, ինչ ես վերցրել, ինչ ես դրել սրտիդ մեջ։ Քո կարասի մեջ ինչ ես թաքցրել, հասկանում ես։ Ու Աստված ասում է, լսի, ինչ պետք է անես, Հեսու։ Ուստի ասում է Իսրայելի որդիները չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ։
Նրանք ասում են թիկուն կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզով կեն վերցրել, այլևս ձեր մեջ չեմ լինի։ Հետո պատվիրում ասում է սրբագործեք ձեզի, ամեն։ Այսինքն ձեր սիրտը բացեք Տիրոջ առաջ, ձեր կյանքը տվեք Աստծուն, սա է Աստված ասում։ Եվ ձեր սիրտը ասում է ես կմաքրեմ իմ հզոր այրյան գնով, մեր Տեր Հիսուս Քրիստոսը փառքեր Հիսուսին, հալելույա։ Աստված բացահայտեց մեղքը տոհմարտոմ, ինչ է կատարվում։ Գալիս է վերցնում է Հեսուն աղոթում է Աստված Հեսուին ասում է Հեսու, ամբողջ Իսրայելը ցեղ արծեր, ցեղ պետք է իմ դիմացով անցնի։ Ազգով, տոհմով պետք է անցնեն։ Եվ 5 տակարանում այսպիսի մի բան կար, նրանք վիճակ էին գցում, ղուշ թե գիր, չգիտեմ ոնց էր սա գործում, բայց գործում էր։ Եվ վիճակ գցելով ամեն մի ցեղը գալիս էր, վիճակ էր գցում Հեսուն, եւ Տերը ցույց էր տալիս, որ այդ մեղքը այս ցեղի մեջ չի, անցնում էին, եւ այսպես մյուսներ գալիս են, մյուսը մինչեւ որ եկավ ակարը։ Երբ որ եկավ ակարին, ակար իր սիրտը բացեց, հալելույա։ Տեսեք, 5 տակարանը շատ որ կարդում ենք, օրենքի մեջ ողորմություն չկար, օրենքը մեղքը գործել ես, մեղքիդ համար պետք է պատասխան տաս, շատ լուրջ էր։ Նոր կտակարանում մեր Տեր ասում է ես եկա օրենքը կատարեմ։ Այսինքն մեր մեջ ինչ որ մենք չենք կարում անենք, Սուրբ Հոգին մեզ տալի ուժ, կարողություն, հնարավորություն, որ մենք կարանանք համագործակցենք, կարանանք Հիսուսի հետ մեր ներքին հարցերը լուծենք, ամեն սիրելի եկեղեցի։ Եվ հետաքրքիր այստեղ գալիս է ակարը, եւ ակարը պատասխանում է Հեսուին եւ ասում է հիրավի ես մեղք եմ գործել, ամեն։ Մեղքը պետք է խոստովանել եւ ոչ թե թաքցնել, սիրելի քույր եղբայրներ, պարզ բան ասա։ Ինչքան կարաս թաքցնես, ինչքան կարաս պահես։ Ամենապարզ բանը խոստովանում ես։ Տերը արդեն գիտի, շատեր ասում են Արմեն եղբայր, ոնց մեղքս խոստովանեմ, քեզ ասեմ, չէ, ինձ մի արի ասա։ Աստծուն խոստովանի, ամեն Տիրոջը։ Երկրպագության ժամանակ, երբ որ մենք օրինակ երկրպագում ենք, ես սիրտս բացել էի Տիրոջ առաջ։ Ասեմ Տեր, այս կարասի մեջ եթե բաներ կա հասկանում եմ, հասկանալով եմ արենների Տեր Աստված, ամեն պարզ խոստովանություն։ Տեսեք, ակարը իր սիրտը բացեց ու ասեց, ակարը պատասխանեց Հեսուին ասելով իրավի ես մեղք գործեցի, Իսրայելի Տեր Աստծու դեմ եւ այս բաները արեցի։ Ավարի մեջ տեսա մի գեղեցիկ վերարկու, ցանկացա գեղեցիկ վերարկու եւ 200 սիկը ղարծատ եւ 50 սիկը ծանրության մի ձուլակտոր ոսկի, սա արդեն կուրք է, ինչ որ մի պատկեր է եղել կուրքով պատրաստված, ասում է դա էլ վերցրեցի եւ ասում է տարա իմ վրանի մեջ թաքցրեցի, հալելույա Տեր Հիսուս Քրիստոս։ Ակարը վերջապես խոստովանեց, տեսեք ինչ է խոստովանել ակարը, տեսեք։ Ակարը ասեց տեսա, ցանկացա, վերցրեցի ու թաքցրեցի։ 4 կարևոր բան։ Նայեք, մեղքը ծնվում է այս 4-ի մեջտեղը։ Երբ որ արդեն տեսնում ես ու ցանկանում ես, այս ժամանակ իշխանություն ունես դու։ Իշխանություն ունես չվերցնես ու չտանես թաքցնես, ամեն։ Ակարի կյանքի մեջ ես հավատում եմ, որ այնպես չէր, որ մի անգամից ուղղակի ակարը Սուրբ Հոգին ակարին ասել ակար չանես, ակար։ Ակար 40 տարի անապատում սпасել եք, ակար։ Սա հիմքն է։ Սա ձեր տան հիմքն է, առաջից դուք Քանանի երկիրը մտնում եք, ճիշտ հիմք պետք է դնեք ձեր որդիների, ձեր զավակների, ընտանիքի համար։ Ոնց կարաք ուղակի ավազի վրա տուն շինեք, ակար։ Բայց ակարը ասում է տեսա, ցանկացա, վերցրեցի ու թաքցրեցի։ Սա մարդկության պատմությունն է, քույր եղբայրներ։ Ամեն անգամ, երբ որ նայեք մարդու կյանքը հենց էսա, աչքը գայթակղվում է, սիրտը ցանկություն է ծնում, կամքը վերցնում է եւ հետո մարդը փորձում է թաքցնել մեղքը։ Այս ձևա։ Ամեն։ Եվ նույնը ինչ եղավ Եդեմի պարտեզի մեջ։ Եվան ասում է տեսավ պտուղը, ցանկացավ, վերցրեց, ապա ինքն ու Ադամը թաքնվեցին։ Սա նույն բանն է, մեր կյանքի մեջ սիստեմատիկ կատարվում է։ Դրա համար որ նայում ենք, ասում ենք, ինչ անենք Տեր Աստված, երբ պետք է կանգնացնենք ինչ որ մի կյանքի մեջ, որովհետև ինչ որ մի տեղ է գալու մեր կյանքի մեջ, մի պարտություն, մի դատապարտության նման մի բան, որ ասելու ենք ես իշխանություն չունեմ էլ դրա դեմ, չեմ կարում։
Իմ թշնամիների դեմ չեմ կարում կայնեմ, հասկանում ես։ Տերը քեզ տվել է իշխանություն Հիսուսի անունով։ Տերը քեզ տվել է զորավոր հոգի, Սուրբ Հոգին դրել է քո մեջ։ Բայց երբեք Սուրբ Հոգին քո կամքը չի իշխելու։ Երբեք չի գալու Սուրբ Հոգին այն բանը, որ ես տենում եմ, ցանկանում եմ, ու ունենց անի գիտես, որ ուզում եմ գամ այս բանին կվենց ուզում եմ կպնեմ, տոկը խփի։ Այդպես բան չի լինի։ Մեկ էլ ուզում եմ մի բան վերնեմ, այդպես այս տոկը խփում ես, այս պարալիզացվում եմ։ Սա սեր չի, չէ՞։ Տեսեք, սերը նա է, որ Աստված թույլ է տալիս։ Այ Աստված սեր է։ Աստված ասում է, ես քո կամքի վրա չեմ իշխելու, ոնց որ թշնամին է իշխում։ Ես քեզ տվել եմ 100% ազատ կամք։ Ընտրելու, ապրելու, ոնց ուզում ես արա կյանքդ։ Բայց մի բան իշի, օրվա վերջում ես քո մեղքերը ներել եմ ու ներելու եմ, բայց մեղքը ունի հետևանք, consequence։ Մեղքը ունի հետևանք, սիրելիս։ Այս հետևանքն է դժվար, որ շատ ժամանակ Աստված հենց այդ հետևանքը չի վերցնում մեր կյանքից։ Նա թույլ է տալի, որտեվ այդ հետևանքների մեջ ենք մենք իրապես ապաշխարում, հանձնվում մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Եվան տեսավ պտուղը, ցանկացավ, վերցրեց եւ ապա ինքը եւ Ադամը թաքնվեցին։ Եվ Տեր Աստծո ձայնը լսեցին, Ծննդոցի մեջ ասում է, որ մանր գալի պարտեզում օրվա զով ժամին Ադամն ու իր կինը թաքնվեցին Տեր Աստծո երեսից պարտեզի ծառերի մեջ։ Աստծո ներկայությունից ոնց կարաս թաքնվես։ Պատկերացրեք երկրպագության ժամանակ ամեն մեկս գնանք մի տեղ թաքնվենք։ Տես բան չի լինի, չէ՞։ Նե երկրպագության ժամանակ ընդհակառակը սիրտդ բացում ես Աստծո առաջ, ասում ես Տեր, խոսա իմ հետ, Տեր, կպիր իմ սրտին, հալելույա։ Տեր Աստված կանչեց Ադամին ու ասաց. «Ուր ես Ադամ»։ Ինչ է կարծում, Ադամը շփոթված, Աստված չգիտեր Ադամը ուր է։ Թե Ադամի տեղը չգիտեր, ոնց չգիտեր, այդ թուփն էլ էր Աստված ստեղծեց, ծառն էլ, ամեն բան, պարտեզն էլ, պարտեզի մեջ էլ Ադամին էր դրել։ Աստված ամեն բան գիտի, ամեն բան տեսնում է, սիրելներ։ Նույնը Ռաքելի կյանքի մեջ հիշում եք, հոր տանից Ռաքելը դուրս եկավ եւ ասում է հոր կուրքերն էլ իր հետ վերցրեց գնաց։ Եվ թշնամին ընկել էր Հակոբի հետևից։ Հակոբ աղոթում ասում է Տեր, ես ոչ մի բան չեմ արել։ Աներոջս օրտնել եմ, ամեն բան, ամենալավն եմ արել, հիմա խեն իմ հետևից ընկե թշնամիները։ Աստված բացայտում ասում է լսի, ինչ որ մի բան կա ձեր մեջ, որ սենց ասած նիտոյա։ Մի բան է ինչի ձեր մեջ, հասկանում ես։ Ու այդ ժամանակ խոսքը ասում է, որ Ռաքելը գողացել էր հոր կուրքերը եւ նստել էր վրան։ Հասկանում ես։ Այն բաները, որ Տիրոջից չի, այն բաները, որ ուղակի նստել ենք կամ պահել ենք, թաքցրել ենք, բացենք Տիրոջ առաջ։ Անհատական, տեսեք, ոնց է Հիսուսին, որ ընդունում ենք Տեր եւ անձնական փրկիչ, շատ անհատական է, չէ՞։ Մեկը մեզ ստիպում է, որ ընդունենք։ Ոնց կարա մեկը ստիպի, ասի հիմա պետք է Հիսուսին ընդունես, եթե չէ, կկրակեմ կամ բան ասես։ Ստիպողական չի, հարաբերություն է։ Դու ազատ կամքով ընդունում ես Հիսուսին Տեր եւ անձնական փրկիչ։ Նույն ձևել մեր հարաբերությունը Աստծո հետ։ Աստված ուզում է, որ ազատ ձևով գործի մեր կյանքի մեջ։ Աստված ուզում է հարաբերական Աստված լինի մեր կյանքի մեջ։ Բայց այն բաները, որ մեր կյանքի մեջ կա, մենք ազատ արձակենք այդ բաները։ Բաներ կա, որ Տերը ասում է, չես կարա դրան կպնես։ Ամեն ինչ քոնն է, Ադամ։ Աշխարհը, արարչագործությունը, կենդանիները, ամենալավ բաները քոնն է։ Ամեն բան քոնն է, բայց այս մի բանին չկպնես։ Ամեն։ Նույնն էլ Իսրայելի ժողովրդին, լսեք, ամբողջ Քանանի երկիրը ձերն է, ձեզ եմ տալիս այս երկիրը, բայց այս մի բաներին չկպնեք։ Ամեն։ Հալելույա։ Փառքեր Հիսուսին եւ Աստված այս խոստումն է տալի մեզ սիրելներ։ Հիմա երևի մեր մեջ կասենք, դե էդի 5 կտակարաններ, 5 ուխտներ։ Հիշեք նոր կտակարանում նման բաներ եղան։ Նոր կտակարանում եկեղեցին նոր էր ծնվել։ Նոր տարածք, հիմք պետք է դնեին առաքյալները։ Եվ ասում է նոր կտակարանում Անանիան ու Սափիրան նույն սխալը կրկնեցին, փորձելով թաքցնել իրենց ագահությունը Աստծո առաջ։ Մենք տեսնում ենք, որ դա ուղղակի հաջողություն չունեցավ։ Աստված խոսած Պետրոսի միջոցով ասեց Անանիա եւ Սափիրա. դուք ինչ չեք ստում, դուք Սուրբ Հոգուն եք ստում։ Այն Աստվածը, որ ձեր մեջ է, ամեն, հալելույա,
Ղուկաս 12:2-ի մեջ ասում է խոսքը մեզ հիշեցնում է, որովհետև ծածուկ ոչ մի բան չկա, որ հայտնի չդառնա եւ գաղտնի բան չի, որ չիմացվի։ Այդպես բան չկա։ Լույսը եկել է աշխարհ, որ խավարը expose, որ խավարը բացահայտի, սիրելի եկեղեցի, ամեն։ Եվ Աստծո աչքերից ոչ մի ծածուկ բան չկա։ Եբրայեցիների 4:13-ը միգուցե աքարը մտածել էր, որ ով տեսավ, ով ինչ արեց, ոչ մեկ։ Ես եմ ու ես գիտեմ, ես տարել եմ, թաքցրել եմ, ես այդ տեղը, բայց Աստված ասում է իմ աչքերի առաջ ոչ մի ծածուկ բան չկա, ամեն ինչ բաց է եւ ի հայտ է։ Հալելույա Տեր Աստված։ Եվ լավ լուրը սա է, սիրելներ, հիմա կարող ասենք լավ։ Ինչ հույս կա այս պատգամի մեջ։ Ինչ Աստված ուզում էր այդ խոսա։ Հեսու 8-ի մեջ գալիս է հաղթությունը վերջապես։ Երբ որ Հեսուն աքարի հետ խոսում է եւ աքարը քարկոծվում է, 5 կտակարանում այդպես էր օրենքը։ Մեղքը գործել ես, ատամի դեմ ատամ, աշկի դեմ աշկ, այսպես էր։ Նոր կտակարանում Քրիստոսը մեր մահապատիժ եղավ մեր մեղքերի համար։ Այն դատապարտությունը, որ ես պետքա կրեի իմ մարմնի վրա, իմ Տերը իմ տեղը մահացավ, ամեն։ Նա իմ մեղքերը իր վրա վերցրեց։ Ասում է մեր անօրենությունները, մեր հանցանքները, մեր տկարությունների համար նա մահացավ, սիրելի եկեղեցի։ Եվ մեզ տվեց հավիտենական կյանք։ Հեսուն, երբ որ կարդում ենք 8-րդ գլուխ առաջի համար, ասում է Տերը Հեսուին ասեց՝ մի վախեցիր։ Հալելույա։ Որովհետև հարցը լուծվեց, կուրքերը հեռացան, ասում է մի վախեցիր, մի զարուրիր, վերցրու քեզ այդ բոլոր պատերազմող մարդկանց եւ վեր կաց բարձրացիր դեպի Գայի։ Ես քո ձեռքն եմ մատնում Գայի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը եւ նրա երկիրը։ Ասա Տերը ինձ տվել է ժառանգություն, փառք Հիսուսին։ Տերը ինձ տվել է հոգեվոր ժառանգություն, հալելույա, փառքեր Հիսուսին։ Քրիստոսն է մեր հաղթությունը, Քրիստոսն է մեր կյանքը, Քրիստոսն է մեր ժառանգությունը հոգևոր, հալելույա։ Եթե Ադամը Եվան, աքարը եւ մարկությունը ընկան, տեսա, ցանկացա, վերցրի, թաքցրի ճանապարհով, ապա Քրիստոս եկավ այդ նույն ճանապարհը հաղթահարելու համար, ամեն։ Դրա համար է Տերը ասում, ես եմ ճանապարհը, կյանքն ու ճշմարտությունը։ Ուրիշ ձև չես կարա գնաս։ Ուրիշ ձև ոնց գնաս ուզենաս Աստծուն կպնես էլ ինքներես միտե։ Քրիստոսն է ճանապարհը։ Ճանապարհ, որ այդ ճանապարհի վրա քեզ բարձրացնելու է, քեզ կանգնացնելու է, ընկածին գնալու է, հետա բերելու, ամեն սիրելներս։ Փառքեր Հիսուսին։ Մենք մի քանի բան պետք է անենք, սիրելի եկեղեցի։ Նախքան հաղորդությունը վերցնելը, եկեք հիմա մեր սիրտը բացենք Աստծո առաջ, ամեն։ Մեր կյանքը բացենք Աստծո առաջ, մի քանի բան պետք է անենք։ Հռոմեացիների 5:19-ը շատ հստակ է ասում. Ինչպես մեկի հնազանդությամբ շատերը դարձան մեղավոր, ինչպես աքարի մեկ մեղքով ամբողջ ազգը ծնկի եկավ, պատկերացնում եք, ինչպես Ադամի մեղքով ադամական մեղքը եկավ աշխարհ, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար պետք է դառնան։ Ես միշտ ասել եմ, տան մեջ մեկը ապաշխարի հերիք է։ Մեկը տան մեջ, երբ որ ապաշխարեց, վերջ։ Տերը գալու է, անգամ այո այս համարը խոսում է Հիսուսի մասին, մեկ արդարի միջոցով, ամեն, կյանքը եկավ աշխարհ։ Բայց այդպես էլ մեր տան մեջ, սիրելներս, մեկի արդարությամբ Տերը կպնում է մյուսին։ Մյուսին է կպնում, ու ասում ենք Տեր, ոնց մեր անեծքները փոխվեցին օրհնության։ Ոնց ես փոխում այս դաժան կյանք, ես արկահոլիկ, մեռած կյանքով, նարկոման, չգիտեմ ինչ, ստախոս, անիծող մարդիկ, մեղքի մեջ, կապանքի մեջ բռնված մարդ, կյանքը փոխվում է։ Դառնում է օրհնող, սիրող, ծնողներին պատվող, ամեն սիրելներս։ Ով է անում սա։ Տերն է անում։ Մեր կարասները վերցնում է ու իր արյունով մաքրում է որդին։ Հիսուսը գինի դարձած ջուրը մեր մեջ, հալելույա, փառքեր Հիսուսին։ Հռոմեացիների 8:1-2 խոսքեր ասում է, ուրեմն հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար,
որ մարմնավորապես չեն վարվում, այլ հոգևորապես։ Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի ու մահվան օրենքից։ Այս համարները շատ իրական է, սիրելի եկեղեցի։ Պատկերացրեք, կյանքի հոգու օրենքը մի կողմ նայեք, մեղքի ու մահվան օրենքի հետ։ Մեղքի ու մահվան օրենքի մեջ չկա գութ, ողորմություն, չկա։ Ամեն։ Բայց կյանքի հոգու օրենքը մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ տալիս է հաղթություն իր մեջ։ Միայն Քրիստոսի մեջ, հալելույա, հալելույա, փառքեր Հիսուսին։ Մի բան պետք է անենք այսօր, նախքան Տիրոջ մարմինն ու արյունը մեր մեջ ընդունելը, Առաջի Հովհաննես 1:9 այսպես ասում. Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար մեր մեղքերը ներելու մեզ եւ մաքրելու մեզ ամեն անիրավությունից, սիրելի եկեղեցի։ Եվ խոսքը դրանից առաջ ասում է, եթե ասենք մեղք չունենք, սուտ կխոսանք, ամեն։ Այդպես մարդ կա, որ ասի ես մեղք չունեմ։ Ես ուղղակի այո, լինում են պահեր, որ աքարի նման մենք էլ ինչ որ մի բան կարող է դենում ենք, ցանկանում ենք, վերցնում ենք, թաքցնում ենք։ Բայց Տերը ասում այսօր ժամանակն է բացի սիրտդ իմ հետ։ Դու Տիրոջը խոստովանի։ Եվ նա հավատարիմ է մեր մեղքերը կների ու ներել, ամեն։ Սիրելի եկեղեցի։ Շատերը ասում են Պաստոր Արմենով պետք է Տիրոջ արյունն ու մարմինը ճաշակի։ Նրանք ովքեր ջրով մկրտվել են, նրանք ովքեր Սուրբ Հոգով են մկրտվել, այսպես ասենք, Փառք Հիսուսին ջրի մկրտության համար, Սուրբ Հոգի պարգևների համար, ամեն մեկը ստեղ նստած, ովքեր Հիսուսին ընդունել ենք Տեր եւ անձնական Փրկիչ, մենք ունենք այդ որդիական իրավունքն ու իշխանությունը մոտենալու Տիրոջ արյանն ու մարմնին։ Միայն մեկ բան, Տիրոջը խոստովանիր կյանքդ։ Ամեն։ Տիրոջը բացիր, միգուցե այո այդ տեսնելն ու վերցնել այդ ստադիան անցել ես, միգուցե ցանկացել ես ու թաքցրել ես, Տիրոջը դուր։ Ասա Տեր Աստված, քեզ եմ տալիս։ Այն բաները, որ ասել ես, չկպնեք, չվերցնեք։ Հալելույա Տեր։ Մենք որդիներ ենք, սիրելի եկեղեցի։ Գիտեք, երեքշաբթի օր այստեղ ծառայության ժամանակ առակների մասին ենք խոսում Հիսուսի եւ մեր հովիվներից մեկը Պաստոր Դավինը, որ անց է կացնում եղբայրական ծառայությունը, մի հետաքրքիր բան ասեց։ Հովանու առաջի գլուխը ասում է, նրանք ովքեր հավատացին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու։ Եվ ասեց այս Աստծո որդիներ բառը կոչվում է թեկնան, հունարեն թեկնան, այսինքն դեռահաս, immature։ Հունարեն այդտեղ նշած է այդ բառը։ Երբ որ Հիսուսին նոր ես ընդունում Տեր եւ անձնական Փրկիչ, թեկնան, դու դեռ աճելու կարիք ունես, սովորելու կարիք ունես, ամեն։ Առակները կլսես, միգուցե չես հասկանա, խոսքը կարդաս Աստծո, կարող է չհասկանաս դրա խորությունը։ Ամեն։ Բայց Հովանու 8:14-ի մեջ մի այլ Աստծո որդի բառը նշված է, հյուաս բառն է նշում այդտեղ, որը որ կոչվում է չափահաս որդի, հասուն որդի։ Եվ ասում է նրանք ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք Աստծո որդիներ են, ամեն։ Ուրեմն մենք ինչ որ մեր կյանքում միտեղ ծնվում ենք հոգով, որը որ սաղս ծնվել ենք Սուրբ Հոգուց, վերստին ծնուն փրկությունը առել ենք, սաղս Աստծո զավակներ ենք, բայց Տիրոջ այդ սրբությունից սրբություն գնալու հնարավորություն ունենք, աճելու հնարավորություն ունենք, թեկնանից փոխվելու հյուաս գնալու հնարավորություն ունենք, ամեն։ Տեսեք, սա շատ կարևոր բան է։ Առակները շատերը լսում են, ասում են, չենք հասկանում, ինչ է ասում Հիսուս այս առակներով։ Բայց շատերն էլ լսում են, ասում են, հասկանում ենք, որովհետև ունեն հյուասի հոգին, հալելույա, փառքեր Հիսուսին։ Սիրելի եկեղեցի, եկեք կանգնենք ոտքի։
Մի պահուղակի ես կուզեմ նախքան Տիրոջ այրիուն ու մարմին ընդունելը եկեք հնարավորություն տանք, որ Սուրբ Հոգին հպվի մեզ, կպնի մեզ, այցելի մեզ, երկրպագության ժամանակ մեր կյանքը բացենք Աստծո առաջ։ Ես կխնդրեմ, երբ որ հաղորդությունը բաժանեն, դեռ չընդունեք, մինչև որ միաբան ու միասնական ընդունենք, սիրելներ, ամեն։ Գոհանում ենք քեզանից, սիրելի Հիսուս, մեր Տեր Աստված, մեր Փրկիչ, մեր Տեր։ Շնորհակալ եմ Տեր քո ներկայության համար, Տեր։ Շնորհակալ եմ քո եկեղեցու համար, Տեր։ Հայր, այսօր այո, մենք հասկանում ենք, Տեր, որ Աստծո խոսքն ասում ամենքը վայր ընկան Աստծո փառքից։ Բայց նաև խոսքը ասում է, որ որդին ամեն փառքը թողեց երկնքում եւ մարդկային մարմին ակա, որպեսի մեզ բարձրացնի ադամական այդ մեղանչական կյանքից։ Ես շնորհակալ եմ Տեր այս հնարավորության համար, Տեր։ Շնորհակալ եմ այս հնարավորությունը, որ ունենք, Տեր։ Սիրելի Հիսուս, այսօր նախքան մոտենալը քո սուրբ այրյանն ու մարմնին, Տեր։ Տեր Հիսուս Քրիստոս, մենք մեր սիրտը բացում ենք քո առաջ, Տեր։ Ամբողջովին մեր կյանքը տալիս ենք քեզ, Տեր Հիսուս։ Այն բաները, որ տեսել ենք, ցանկացել ենք, վերցրել ենք ու թաքցրել ենք, Տեր, մի բան, ասա Հայր, ների քո որդի Հիսուսի այրյան գնով։ Ես այսօր ուզում եմ հավատքով գնամ դեպի Գողգոթա նորից։ Այն խաչի ճանապարհը, այն մսուրը, Տեր Աստված, որտեղ որ այն խոնար մսուրի մեջ դու ծնվեցիր։ Շնորհակալ եմ որդեգրության հոգու համար, Տեր Հիսուս Քրիստոս։ Շնորհակալ եմ, որ մենք, Տեր Աստված, ամեն օր աճում ենք քո մեջ, Տեր Հիսուս Քրիստոս։ Ես շնորհակալ եմ ամեն մի հոգի այսօր այստեղ, որ արտոնություն ունի մոտենալու, Տեր Աստված, քո այրանն ու քո մարմնին, հալելույա։ Միայն սիրելի քույրս, եղբայրս, ասա Տեր, այսօր կյանքս բացում եմ քո առաջ, անհաջողություններս, Տեր Աստված, այն թաքցված բաները, որ իմ մեջ եղել են, չեմ նկատել, Տեր, այսօր վերցրու, Տեր, ամեն ինչ բաց է քո աչքերի առաջ, Տեր, որ դու Հիսուսի այրիունն եմ խնդրում, այրյան գինն եմ խնդրում, Տեր Աստված, միասին եկեք, երկրպագենք, հալելույա, փառքեր Հիսուսին։ Ճամփան սկսում եմ ասուրից Գողգոթայի տառապանքով վերջանում օրենքներն սկսվում են Սինայից Գողգոթայի անարգ խաչով վերջանում խաչը ծանր չտվա ու մեր օքի իրարի